Նույնատապանում հյուրընկալել եմ անվտանգային քաղաքականության եւ հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանին, պարոն Ղևոնդյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Տևական ժամանակ է Ադրբեջանը կրակում է հայկական սահմանների ուղղությամբ, բնակավայրերի ուղղությամբ, մասնավորապես Սյունիքում։ Սկզբում Պաշտպանության նախարարությունը հայտարարում էր, որ դեպի օդ են կրակում, բայց հետո, երբ որ ենթակառուցվածքներ կոնկրետ վնասվեցին, մենք արդեն հաստատեցինք այդ լուրը, այսօր էլ Եվրամիության դիտորդական առաքելությունն է արձանագրել երկու կրակոցների հետևանքները, նաև հաղորդագրության մեջ նշել է, որ դրանք հնարավոր է արձակվել են ադրբեջանական դիրքերից։ Ինչ է նշանակում դրանք հնարավոր է արձակվել են ադրբեջանական դիրքերից։ Ես ենթադրում եմ, որ Եվրամիության առաքելությունը, քանի որ չի տեսնում կրակողներին, փորձել է ինքը իրեն ընդհանրապես ապահովագրել, ակնհայտ է, որ դժվար թե հայկական զինված ուժերը իրենք կրակեին մեր ենթակառուցվածքների ուղղությամբ, բայց քանի որ Եվրամիության առաքելությունը խնդիր ունի նույնականացնելու կրակողների, որպեսզի հետագայում իրենց չմեղադրեն կողմնակարության մեջ, հավանաբար ցանկացել են այդպես նշել։ Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ այստեղ փորձում է Ադրբեջանը սադրանք իրականացնել, սադրանքը մեծ մասշտաբների չի, քանի որ դեռևս Ադրբեջանին պետք չէ մեծ մասշտաբների սադրանք իրականացնել, բայց անհրաժեշտ է ցույց տալ, որ կան որոշակի խնդիրներ, դարված է իրավիճակը, ամեն ինչ հարթ չէ, նախ այն պատճառով, որ Ադրբեջանը չի ցանկանում, որ միջազգային հանրությունը շատ լավատեսական լինի հայ-ադրբեջանական գործընթացների նկատմամբ, հետո որպեսզի Հայաստանի նկատմամբ ճնշումները շարունակեն տեղ գտնել եւ շարունակի Հայաստանին պահանջներ ներկայացնել, եւս մեկ գործոն է, իհարկե շատ են գործոնները, բայց մի քանիսի մասն եմ նշում, եւս մեկ գործոն է հայ-թուրքական գործընթացը, որտեղ որոշակի զարգացումներ կան, հիշենք, որ 10 օրով բացվել էր Մարգարայի անցակետը եւ Հայաստանից հումանիտար բեռներ անցան եւ այստեղ եւս Ադրբեջանը ունի խնդիրներ, չի ցանկանում, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունները բարելավվեն։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ադրբեջանական կողմը գտել է իրավիճակը կառավարելիության սահմաններում պահելու ձևը եւ այդ ձևը այդ մանր սադրանքներն են։ Մեծ սադրանքների չի գնում, որովհետև ինչի է սպասում պարոն Ղևոնդյան, Բաքվի այս վարքագիծը տարբեր մարդիկ տարբեր կերպ են մեկնաբանում, շատերը պայմանավորում են Իրանի շուրջ իրավիճակով, այսինքն ասում են, սպասում է տեսնի ինչպես կզարգանան եւ Հռոմում կայացած բանակցություններից հետո մենք գիտենք, որ Թեհրանը եւ Վաշինգտոնը պայմանավորվել են սկսել աշխատանքները միջուկային նոր համաձայնագրի վրա, այսինքն այդ հնարավոր մեծ պատերազմի ուրվականը մենք կարող ենք ասել, որ հեռանում է եւ Բաքուն դրանից չի կարողանա առավելագույնս օգտվել։ Տեսեք, ձեր հարցի մեջ երկու ենթաշերտ կա, ես առանձին պետք է անդրադառնամ, նախ այն ինչ տեղի ունենում Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ակնհայտորեն որոշակի ենթադրել է տալիս, որ պատերազմ կամ Իրանին հարվածներ գոնե այս փուլում չեն լինի, թեև չի բացառվում, որ ժամանակի ընթացքում գուցե փոխվի իրավիճակը, բայց գոնե այս փուլում նման զարգացումներ պետք է որ չլինեն։ Մյուս հարցը, թե Ադրբեջանը սպասում է ինչ-որ բանի, որպեսզի մեծ սադրանքներ իրականացնի, ես համաձայն չեմ այն վերլուծաբանների հետ, ովքեր նման կերպ են կարծում, ինչու, որովհետև Ադրբեջանը ուղղակի կարիք չունի մեծ սադրանքների, ոչ թե սպասում է, որ ինչ-որ մի իրավիճակ լինի, որպեսզի մեծ սադրանք իրականացնի, որովհետև ցանկացած գործողություն պետք է ունենա նպատակ։ Ես ինչպես նշեցի, Ադրբեջանի կողմից այս մանր սադրանքները իրենց նպատակներին համահունչ են։ Ադրբեջանը կարողանում է սրանց միջոցով իրականացնել այն, ինչ իրեն անհրաժեշտ է։ Միջազգային հանրությանը ցույց տալ, որ լարված է, Թուրքիային ցույց տալ, որ ինքը անհանգստացած է, Հայաստանի նկատմամբ ճնշումներ շարունակել եւ այլն, Հայաստանի ներսում խոսույթ գեներացնել եւս մեկ գործոն, որի մասին ես չնշեցի, եւ այլն եւ այլն։ Ադրբեջանին բավարարում են այս մանր սադրանքները, իսկ սпасել, որ ինչ-որ մի իրավիճակ կլինի եւ հարձակում կգործեն Հայաստանի վրա, ես ճիշտ ասած դրա նպատակը չեմ հասկանում, որովհետեւ Հայաստանի նկատմամբ ռազմական գործողությունների միջոցով Ադրբեջանը այս բանը ստանալու ոչինչ չունի։ Ադրբեջանը ինչ-որ ցանկանում էր ստանալ, արդեն ստացել վերջացրել է։ Ավելին Ադրբեջանը տիրապետում է որոշակի բարձունքների, որոնք Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս են, եւ իջնել այդ բարձունքներից ինչի համար, որևէ մեկը դա չի ճանաչելու երբևէ կամ փորձել պատերազմի միջոցով միանալ Նախիջևանին, ակնհայտ է, որ դա լեգիտիմություն չի ունենալու, միջազգային բեռնափոխադրումների համար այդ ուժով վերծված
միջանցքը, եթե այսպես կոչենք, օգտագործել չի լինելու, նույնիսկ Թուրքիան գուցե չմիանա Ադրբեջանի այդ միջանցքը օգտագործելու գործողություններին եւ այս համատեքստում Ադրբեջանի համար ռիսկի գնալ, որովհետեւ դա ակնհայտ ռիսկ է, ցանկացած ռազմական գործողություն ռիսկի գնալ ոչ մի բանի համար ուղղակի անիմաստ է։ Նման բանի մասին խոսողները, ովքեր խոսում են այն մասին, թե Ադրբեջանը սպասում է, որպեսզի աշխարհական իրավիճակ լինի եւ հարձակվի Հայաստանի վրա, ես կարծում եմ երկու տիպի մարդիկ են։ Ներողություն, առաջինը մարդիկ, ովքեր ակնհայտորեն ցանկանում են քաոս ստեղծել Հայաստանի ներսում կամ ազդել հանրային տրամադրությունների վրա, որպեսզի այդ իրավիճակում իրենք ինչ-որ նեղանձնական կամ իրենց քաղաքական հոսանքների շահերը պաշտպանեն, եւ երկրորդ տիպի մարդիկ, ովքեր որոշակիորեն վախեցած են նրանից ինչ տեղի ունեցավ վերջին տարիներին եւ այդ համատեքստում ամենտեղ տեսնում են ինչ-որ խնդիրներ։ Իշխանության ներկայացուցիչներին այդ խմբերից որում կտեղավորեք, այն իմաստով, որ Նիկոլ Փաշինյանը արդյոք ձեր վերլուծությունը, օրինակ մեծ սադրանքների չգնալու մասով, չգիտի կամ չունի այդ վերլուծությունը եւ հայտարարում է, որ պատրաստ է նաեւ այդ սահմանադրության փոփոխություններին գնալ այն տեսքով, ինչ տեսքով որ Բաքուն է պահանջում, ասում է անկախության հռչակագրին իր կարծիքով պետք է հղում չարվի։ Սա ըստ էության Բաքվի պահանջն է։ Հիմա իշխանության ներկայացուցիչներին ո՞ր կողմում տեղավորենք։ Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը նկատի ունի պատերազմ, ինչ որ երևակայական պատերազմի վտանգ չեզոքացնելու համար սահմանադրության փոփոխություն, իշխանության ներկայացուցիչները այդ երկուսից որևէ մեկում չեն տեղավորվում, որովհետև իշխանության ներկայացուցիչները չեն խոսում այն մասին, որ Ադրբեջանը սպասում է ինչ-որ իրադարձություն լինի եւ հարձակվեն Հայաստանի վրա։ Ես միայն այդպիսի կարծիք հայտնողներին եմ բաժանում այդ երկու խմբի։ Ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխությանը, ապա Նիկոլ Փաշինյանի եւ իր քաղաքական թիմի պարտավորությունն է Հայաստանի սահմանադրությունը փոխել, որի մասին նրանք խոսել են 2018 թվականի Թավշյա հեղափոխության ընթացքում։ Եվ ժողովուրդը նաև այդ թվում այդ խոստմանը հավատալով է դուրս եկել փողոց եւ հեղափոխություն իրականացրել, որովհետեւ այս իշխանությունները պետք է փոխեին այն խայտառակ սահմանադրությունը, որը ընդունել էր Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Ցավոք սրտի այս իշխանությունները եկան եւ 7 տարի է անցել, 7 տարիների ընթացքում հավանաբար ինչ-ինչ քաղաքական նկատառումներով սահմանադրությունը չփոխեցին եւ եկավ հասավ մի իրավիճակ, երբ սա Ադրբեջանը կարողանում է շահարկել, շատ լավ է շահարկում, ես նշեմ, բայց Հայաստանի իշխանություններն են մեղավոր, որ իրենք չեն փոխել սահմանադրությունը եւ Ադրբեջանը շահարկում է։ Դա այլ հարց է անկախության հռչակագրին հղում անել կամ չանելու հարցը, դա ակնհայտորեն չի տեղավորվում այն համատեքստում, որը գոյություն է ունեցել 2018 թվականին, 2025 թվականին անկախության հռչակագրի հարցը առաջ է եկել մեզ հայտնի իրադարձությունների պատճառով։ Այդ իրադարձությունները 2018 թվականին դեռ չկային։ Ես ճիշտ ասած չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանը ինչու է ցանկանում հանել անկախության հռչակագրին հղումը, ամենայն հավանականությամբ իրավիճակը ավելի չսրելու համար է նման հայտարարություններ անում, բայց եկեք մի բան հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ ոչ մի իշխանություն չի կարող փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխելու իրավասություն ունի միայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Ընդ որում շատ կարևոր է, որ ի տարբերություն համապետական ընտրությունների հանրաքվեի ժամանակ սահմանադրություն փոխելիս անհրաժեշտ է բոլոր ընտրողների 25%-ի հավանությունը եւ չի կարող լինել այն իրավիճակը, որը շատ դեպքերում եւ ժողովրդավարական բոլոր պետություններում լինում է, երբ մի ակտիվ հատված գնում քվեարկում է եւ որոշում է կայացնում։ Այս դեպքում ակնհայտ է, որ 25% ընտրողները պիտի իրենց կամքը արտահայտեն եւ պետք է կողմ լինեն, որպեսզի փոխվի։ Ես ճիշտ ասած չեմ կարծում, որ եթե անկախության հռչակագրին հղումը չլինի եւ այդ սահմանադրությունը դրվի հանրաքվեի, Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեցողների 25%-ը դրան կողմ կքվեարկի։ Իմ կարծիքով դա հնարավոր չէ, գոնե այս քաղաքական դաշտի եւ այս իրավահարաբերությունների, քաղաքական հարաբերությունների, հասարակություն իշխանություն հարաբերությունների պայմաններում, այնպես որ անկախ նրանից Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում, դրա հնարավորությունը ես շատ
ցածր եմ գնահատում։ Եթե այդ սցենարը դիտարկենք եւ հանրությունը վստահություն չհայտնի, այդ տարբերակին չաջակցի, նշանակում է մեծ պատերազմը Ադրբեջանի կողմից։ Ես նորից նշեմ, մեծ պատերազմի հավանականությունը այս պահին չնչին է, շատ մոտ է 0-ի։ Ցանկացած դեպքում, տեսեք, սահմանադրությունը փոխենք թե չփոխենք, Հայաստանի Հանրապետությունը հայտարարի, որ Արցախը Ադրբեջանի մաս է, թե չհայտարարի, ցանկացած դեպքում մեծ պատերազմի հավանականությունը այս պահին չնչին է։ Ինչու՞, որովհետև մեծ պատերազմ կարող է լինել, եթե կա նպատակ, իսկ Ադրբեջանը այս պահին իր նպատակներին հասել է։ Այլ նպատակներն Ադրբեջանը այս պահին չունի, Ադրբեջանը եկեք հստակ հասկանանք, գուցե Ռուսաստանը ունի նպատակներ, օրինակ Հայաստանը վերադարձնել իր պրոտեկտորատի կարգավիճակին, որը կար մինչև 2018 թվականը, գուցե այլ երկրներ, Պակիստանը, չգիտեմ, ինչ-որ մեկը ունի, բայց Ադրբեջանը դրա ցանկությունը այս պահին, դրա նպատակը այս պահին չունի։ Եվ այդ պատճառով, եթե չլինի ինչ-որ մի իրավիճակ, երբ օրինակ աշխարհում հնարավորություն տրվի ուժեղին կլանել ավելի թույլին, այսպիսի իրավիճակ այս պահին դեռևս չկա, հնարավորություն չեն տալիս։ Եթե այդպիսի իրավիճակներ չլինեն, մեծ պատերազմ սպասելը անիմաստ է, որովհետև, ինչպես ասացի, մեծ պատերազմ կարող է լինել նպատակի առկայության դեպքում։ Այլ հարց է, որ գուցե սադրանքները շարունակվեն, գուցե Ադրբեջանը ինչ-որ փուլում նկատի, որ այն մանր սադրանքները, որոնք իրականացնում է այն նպատակները, որոնց մասին ես նշեցի, չեն սպասարկում եւ փորձի մի փոքր այլ բնույթի սադրանքներ իրականացնել։ Օրինակ դիպուկահարները թիրախավորեն հայ զինվորների եւ մենք զոհեր ունենանք։ Օրինակ փորձի տեղային լոկալ ինչ-որ գործողություն իրականացնել, ինչ-որ մի բարձունքից դուրս կամ ուրիշ բարձունք վերցնի։ Նման գործողություններ հնարավոր են։ Սահմանադրության հետ կապված եւս մեկ հարց, պարոն Ղևոնդյան, Սերժ Սարգսյանի սահմանադրությունը խնդրահարույց էր որ իմաստով կառավարման համակարգի կառավարման մոդելի իմաստով եւ Նիկոլ Փաշինյանը եթե գնում է փոփոխությունների, նա կառավարման համակարգի փոփոխության մասին չի խոսում։ Այսինքն ինչն է այդ դեպքում փոխվելու։ Տեսեք, կառավարման համակարգը այստեղ էական նշանակություն չունի։ Իհարկե ես կողմ եմ կիսանախագահական հանրապետության, հատկապես Հայաստանի Հանրապետության համար մեկ կարևոր պատճառով, որովհետև մենք չունենք զարգացած կուսակցական համակարգ, բայց մյուս կողմից ունենալ նման քաղաքական դաշտ եւ խորհրդարանական կառավարման անցնել, դա եւս մեկ ճանապարհ է կուսակցական համակարգը կայացնելու։ Ես դրան համաձայն չեմ, լավ կլիներ, որպեսզի սկզբում ունենային կուսակցական համակարգ, հետո նոր խորհրդարանական կառավարում, բայց քաղաքական գիտության տեսակետից սա եւս հնարավորություն է, որը չի կարելի շղթել, չի կարելի մերժել, որ այդպես կարելի անել։ Այստեղ խնդիրը բոլորովին այլ տեղում է։ Խնդիրն այն է, որ այն սահմանադրությունը, որը գրվել է հատկապես Սերժ Սարգսյանի եւ իր ժամանակվա պետական կառույցների եթե չասենք հավիտենական գոնե շատ երկար ժամանակով իշխանություն ունենալու համար այս մասով այն հակաժողովրդավարական սահմանադրություն է այնտեղ կան որոշ ձևակերպումներ որոնք ակնհայտորեն ժողովրդավարության հետ խնդիր ունեն նույն կանոն մեծամասնության սկզբունքը որը այնպիսի լուրջ հակաժողովրդավարական դրույթ է որ ես որ ճիշտն ասեմ բազմաթիվ միջազգային մասնագետների հետ եմ խոսել, իրենք ուղղակի զարմացած են, որ կարելի է սահմանադրության մեջ այդպիսի բան գրել եւ ինչպես հայտնի մուլտֆիլմում է ասվում, ինչի այդպես կարելի էր անել, զարմանում են տարբեր իշխանավորներ եւ սա պետք է ուղղակի փոխել, պետք է վերացնել այս սկզբունքը։ Բազմաթիվ ավելի փոքր նշանակության կետեր կան, խնդիրներ կան։ Այն, որ Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական հանրապետություն է, բայց գլխավոր գործող անձը ոչ թե խորհրդարանն է, այլ վարչապետը, սա եւս մեկ խնդիր է, այնքան շատ լիազորություններ ունի վարչապետը, որը նորմալ չէ ժողովրդավարական իրավական պետության համար։ Շատ մեծ խնդիր է իմ կարծիքով այն, որ երկրի գլխավոր դեմքի, այսինքն այն մարդու, որ ունի ամենաշատ լիազորությունները, կառավարման ժամկետի սահմանափակում չկա։ Նախագահի համար կա, վարչապետի համար չկա, եւ վարչապետը կարող է անընդհատ վերընտրվել, անկախ նրանից ամենալավ վարչապետն էլ եթե լինի, նա պետք է ունենա որոշակի սահմանափակում եւ դա ժողովրդավարության կանոն է եւ դա էլ է ժողովրդավարության դեմ։ Այսինքն բազմաթիվ խնդիրներ ունենք, էլ չասած սահմանադրական դատարանի անդամների հետ կապված խնդիր է, որը հիշում ենք, որ լուծվեց ազգային ժողովի միջոցով, բայց ամբողջապես չլուծվեց, էլի այնտեղ խնդիր կա, տեղական ինքնակառավարման մարմինների, ընտրությունների հետ կապված խնդիրներ կան, մենք տեսնում ենք ինչ է տեղի ունենում դրա արդյունքում, մասնավորապես Գյումրիում, բայց այլ վայրերում եւս։ Այսինքն սա մի սահմանադրություն է, որը
ձևակերպվել էր, եթե ավելի այդպես այլաբանական ձևով ասենք, կարվել էր, որպեսզի այն իշխանությունը, որը այդ սահմանադրությունը ընդունում էր, կարողանա շատ երկար ժամանակ, տասնամյակներ շարունակ վերարտադրվել եւ այլ իշխանություն չկարողանար իշխանությունը վերցնել։ Ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Դրանից հետո եկավ այս իշխանությունը, որը ճիշտ է թույլ է տալիս ընտրություններով իշխանություն փոխել, դրա հնարավորությունը այսօր կա եւ շնորհակալություն դրա համար այս իշխանությանը, բայց միաժամանակ չի փոխում այս հակաժողովրդավարական սահմանադրությունը, ինչը շատ մեծ վտանգ է մեջ պարունակում, որովհետեւ տեսեք, ազատ թափանցիկ ընտրությունների միջոցով կարող է իշխանության գալ մեկը ցանկացած մեկը, ով հետագայում կորոշի, որ կարելի է այս սահմանադրությունը օգտագործել եւ այլևս իշխանությունից չհեռանալ։ Եվ այս պահին մենք, ես, դուք, մեր ունկնդիրները բոլորս բացարձակապես այս իշխանությունների կամքից ենք կախված, ընտրություններ կունենանք, իշխանություն փոփոխություն կունենանք, թե չենք ունենա, բայց դա այդպես չպիտի լինի, մենք պիտի սահմանադրությամբ դրա երաշխիքներն ունենանք, որ կլինի Նիկոլ Փաշինյանը, չի լինի, կլինի քաղաքացիական պայմանագրի, չի լինի, այլևս ոչ ոք չկարողանա իշխանության վերարտադրության մեխանիզմներն օգտագործել եւ ժողովրդի կամքը ոտնահարել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Եվ ձեր տպավորությունն ինչպիսին է Նիկոլ Փաշինյանը կամ նրա հանձնարարությամբ այդ նոր տեքստը, որ մշակվի, այդ խնդիրներից կլուծվեն? Խնդրառույց կետերից կհրաժարվեն, թե չեք կարող նման բան ասել։ Ես հույս ունեմ, որ սահմանադրության փոփոխությամբ այդ խնդրահարույց կետերը մենք փոփոխված կտեսնենք, այլապես ինչ իմաստ ունի սահմանադրությունը փոխել։ Եթե խնդիրը միայն այդ նախաբանից անկախության հռչակագրին հեղումը հանելն է, ես նորից կրկնեմ, որ կարծում եմ Հայաստանի ժողովուրդը չի քվեարկի այդ տարբերակը։ Մեկ ամիս առաջ, երբ մենք զրուցում էինք, պարոն Ղևոնդյան, Ռուսաստան ԱՄՆ բանակցություններին անդրադառնալով դուք նշեցիք, որ Թրամփը Պուտինին ծուղակն է գցել, այն ժամանակ Պուտինը պետք է պատասխաներ հրադադարի ԱՄՆ-ի առաջարկին, դուք ասացիք դրական թե բացասական, ինչ էր պատասխանի, միևնույն է կորցնելու է։ Հիմա մեկ ամիս անց նույնը կպնդեք, թե ոչ, հաշվի առնելով, որ զատկի կապակցությամբ հրադադարը չպահպանվեց, Թրամփն էլ ավելի վաղ նախորդ շաբաթ, եթե չեմ սխալվում, հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից, եթե առաջընթաց չգրանցվի։ Մենք տեսնում ենք, որ այն, ինչ ես մեկ ամիս առաջ ասել է, իրականություն է դարձել, իրականում Ռուսաստանը չի համաձայնել, այսինքն բացասական է եղել արդյունքը եւ դրա արդյունքում Ուկրաինան շարունակում է ստանալ զենք եւ Ուկրաինան շարունակում է պատերազմը Ռուսաստանի դեմ։ Մյուս կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները պահպանվել են, մեկ տարով երկարացկեց Թրամփը եւ կարելի ասել այն լավատեսությունը, որ կա Ռուսաստանի ներսում, այն ցնծությունը, որ կա Ռուսաստանում սկսած նոյեմբերից, երբ պարզվեց, որ Թրամփն է դարձել Միացյալ Նահանգների նախագահ, ես ցանկանում եմ մեկ բան հիշեցնել, որ Ռուսաստանում նույնիսկ երեխա էր ծնվել, որին անվանակոչել էին Թրամփ, մարդիկ, ովքեր ակնհայտորեն հակաամերիկյան կյանքով էին ապրում, կարելի է այսպես ասել, երկար տարիներ, այդ ցնծությունը այս պահին մարել է Ռուսաստանում շատ ավելի վատատեսական են կանխատեսումները, եթե ուշադրություն ենք դարձնում ռուս փորձագետներին, նրանք գտնում են, որ Միացյալ Նահանգները հերթական անգամ իրենց դավաճանեց, հերթական անգամ իրենց խաբեցին եւ այլն, եւ ստացվեց այնպես, որ իսկապես Պուտինը գտնվելով ծուղակում
դրական պատասխանի դեպքում նա կորցնում էր, բացասական պատասխանի դեպքում կորցնում էր, նա ընտրեց բացասական պատասխանի տարբերակը, փորձելով մանիպուլացնել, փորձելով խաղալ, այո համաձայն են, բայց եւ այլն, Միացյալ Նահանգները չհամաձայնեց այդ մանիպուլյացիաների հետ, չհամաձայնեց առաջ ընթանալ Ռուսաստանի առաջարկներին եւ մեծացնել ճնշումը Ուկրաինայի նկատմամբ, ինչի արդյունքում մենք տեսնում ենք, որ Ուկրաինան շարունակում է պատերազմը։ Միացյալ Նահանգները իհարկե հայտարարեց, որ ես դուրս կգամ բանակցությունից, բայց դա չի նշանակում, որ այլևս Ուկրաինային օգնություն չենք տրամադրի։ Ինչ է նշանակում բանակցություններից դուրս գալու։ Դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները թույլ կտա, որպեսզի պատերազմը շարունակվի։ Ուկրաինան կցանկանա օգնություն, Միացյալ Նահանգները օգնություն կտրամադրի ըստ իր ցանկությունների, ըստ այն ծավալի, որը հարկ կհամարի։ Այսինքն իրավիճակը էականորեն չի փոխվի։ Իսկ սա նշանակում է, որ Ռուսաստանը շարունակելու է, այսպես մի փոքր այլաբանական կցանկանամ ձևակերպել, Ռուսաստանը շարունակելու է պարտվել Ուկրաինայում, որովհետև Ռուսաստանը արդեն 3 տարի է պարտվում եւ նորից պարտվում է Ուկրաինայում, շարունակելու է սրանից հետո էլ պարտվել։ Բայց ես կցանկանայի աշխարհաքաղաքական առումով բացատրել թե ինչու է այդպես, որովհետև այսպես ասում ենք, որ սա այսպես է, բայց շատերի համար հասկանալի չէ թե ինչու է այդպես։ Այստեղ կա մի գլխավոր խնդիրն այն է, որ Ռուսաստանը ցանկանում է դառնալ բևեռ։ Ռուսաստանը ցանկանում է բազմաբևեռ աշխարհ։ Այսօր աշխարհում կա 2 բևեռ, դա Միացյալ Նահանգներն եւ Չինաստանը։ Չինաստանը տնտեսական ոլորտում է մրցակից Միացյալ Նահանգները եւ տնտեսական եւ ռազմական եւ քաղաքական, նույնիսկ մարդիկ կան, ովքեր կարծում են, որ դեռ Չինաստանն էլ բևեռ չէ, դեռ չի հասել, որովհետեւ միայն մեկ ոլորտում է կարողանում համադրվել Միացյալ Նահանգների հետ, բայց ընդհանուր ընդունված մոտեցումը վերցնենք, կա 2 բևեռ, Միացյալ Նահանգներ եւ Չինաստան։ Եվ Ռուսաստանը, որպեսզի դառնա բևեռ, ըստ ռուս մասնագետների, պրոֆեսորների, մարդկանց, ակադեմիկոսների, ովքեր որ Ռուսաստանում հանրային կարծիք են ձևավորում, ազդում են Ռուսաստանը որոշ ներկայացման գործընթացի վրա, այդ մարդկանց կարծիքով Ռուսաստանի համար բևեռ դառնալու մեկ ճանապարհ կա։ Քանի որ տնտեսությունով, տեխնոլոգիաներով եւ այլն բոլոր ոլորտներում նրանք չեն կարող մրցակցել Միացյալ Նահանգների եւ Չինաստանի հետ, նրանք պետք է ունենան աշխարհագրություն։ Այսինքն իրենք պետք է աշխարհագրական առումով մրցակցեն այս 2 բևեռների մեջ։ Ինչ է պետք դրա համար պետք է տիրապետել Միջին Ասիային, տիրապետել Հարավային Կովկասին, ունենալ Ուկրաինան, տիրապետել Ուկրաինայի այդ հացահատիկի բերքին, որը արտահանվում է եւ կերակրում է ամբողջ Եվրոպան, ունենալ Սև ծովի ափերը, Ուկրաինայի ափերը, որտեղով որ այդ հացահատիկը տեղափոխվում է, Ադրբեջանի նավթին հասանելիություն ունենալ, էներգակիրների արտահանմանը եւ այլն, ռեսուրսների տիրապետել աշխարհագրական առումով։ Դրա համար անհրաժեշտ է վերցնել Ուկրաինան, վերցնել Հարավային Կովկասը, իհարկե Ուկրաինայից հետո ես հստակ կարող եմ ասել, որովհետև Ռուսաստանում բավական բարձր դիրք զբաղեցնող պաշտոններից մեկը գիտաժողովի ժամանակ ուղղակի հայտարարեց, որ Ուկրաինայի հարցը լուծենք, հետո մտնելու ենք Մոլդովա եւ Վրաստան։ Բաց հայտարարեց, ես ոչ մի գաղտնիք չեմ բացահայտում։ Նրանք փորձելու էին Հարավային Կովկասը վերցնել, Միջին Ասիական հանրապետություններն էին փորձելու վերցնել եւ փորձելու էին վերականգնել այն կայսրության տարածքը եւ այսպիսով աշխարհագրական առումով կարողանալ այդ բևեռ դառնալու իրենց փառամոլությունը հագեցնել։ Բայց հաշվարկները խափանվեցին։ Ինչու հաշվարկները խափանվեցին, որովհետեւ Միացյալ Նահանգները եկավ եւ Ռուսաստանին առաջարկեց ինչ-որ բան, բայց այդ ինչ-որ բանը նշանակում էր հրաժարվել բևեռ դառնալու հավակնություններից։ Տեսեք, նույնիսկ եթե Ռուսաստանին մնում է այն գրաված տարածքները, որոնք կան հիմա Ուկրաինայում, Ռուսաստանը չի կարողանում տիրապետել նավահանգիստներին, որտեղով անցնում է հացահատիկը։ Այսինքն իրենց ինչն է պետք Դոնեցկ եւ Լուգանսկը, եթե միևնույն է Ուկրաինան կարողանալու է այդ հացահատիկը արտահանել եւ միևնույն է իրենք այդ խնդիրը չեն լուծելու։ Տեսեք, ինչու եմ ասում, նպատակն ամենակարևորն է։ Ակնհայտ է, որ Ռուսաստանին այսպես սահմանափակելով Միացյալ Նահանգները լուծում էր այդ գլխավոր խնդիրը, Ռուսաստանին թույլ չտալ, որպեսզի նա բևեռի հավակնություններ ունենա։ Եվ ես հենց դրա համար էի մեկ ամիս առաջ ասում, որ մի փոքր ավելի շատ եմ հավանական համարում, որ Ռուսաստանը կմերժի, քան այն, որ Ռուսաստանը կհամաձայնի, որովհետև մերժելու դեպքում նա դեռևս շարունակում էր խաղի մեջ մնալ, այսօր էլ տեսեք նա շարունակում է պարտվել Ուկրաինայում, բայց գործընթացը ընթանում է, չի վերջացել այդ գործընթացը եւ Պուտինը եւ նրա շրջապատը կարողանում են մնացյալ եւ ժողովրդին եւ իրենց էլիտայի մնացած հատվածին ներկայացնել, թե մի քիչ էլ դիմացեք, մենք հաջողության կհասնենք, այդ բևեռի այդ նպատակը կիրացվի եւ այդ ժամանակ բոլորս մի քանի անգամ ավելի կհարստանանք, ավելի մեծ շահեր կկարողանանք իրացնել եւ այլն։ Բայց միաժամանակ Ռուսաստանը
չստացավ Միացյալ Նահանգների կողմից իրեն առաջարկած գոնե այն, ինչ Միացյալ Նահանգները տալիս էր, այսինքն տեսեք ինչ է ցանկանում ասել, եթե բացասական էր պատասխանում, զրկվում էր դրանից, եթե դրական էր պատասխանում, ստանում էր դա կոնկրետ այն, ինչ Միացյալ Նահանգները առաջարկում են, օրինակ Ղրիմը, օրինակ Ղրիմի միջազգային ճանաչումը եւ այլն, բայց դրանով հանդերձ նա զրկվում էր մնացածից, այն ինչի համար սկսել էր պատերազմը, իսկ Ռուսաստանի նախագահը, եթե իր ժողովրդին դուրս գա ու ասի, որ մենք այլևս կայսրություն չենք կամ մենք այլևս բևեր չենք կամ մենք այլևս չենք գնում բևեր դառնալու ճանապարհով, ես կարծում եմ Ռուսաստանի ներսում շատ հավանական է լինի հեղափոխություն։ Նույնիսկ կարող է պալատական հեղափոխություն լինել, որովհետև մարդիկ, ովքեր միլիարդներ են դրել այս գաղափարի տակ, ստացվում է, որ անիմաստ ծախսել են իրենց գումարը։ Դա նշանակում է, որ Պուտինը շարունակելու է այս պատերազմը ըստ էության եւ հիմա եթե Պուտինը որպես նախագահ իր հանդրության դեպքում կամ իր այդ շրջանակների մոտ խնդիր չի ունենում եւ իրեն հաջողվում է համոզել, որ պետք է պատերազմը շարունակել, մենք ունենք Թրամփ, որը խոստում էր տվել, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կբերի խաղաղություն եւ ԱՄՆ-ն տարբերվում է այդ առումով Ռուսաստանից։ Արդյոք Թրամփը չի ունենա խնդիրներ, եթե հանրությունը կամ այդ իրեն սատարող շրջանակները տեսնեն, որ Թրամփը իր խոստումը պարզապես չի կարողանում իրականացնել։ Թրամփը արդեն ունի այդ խնդիրները, եթե ուշադրություն դարձնեք Միացյալ Նահանգների ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, արդեն հարցեր են առաջացել Թրամփին, նույնիսկ հանրապետական որոշ սենատորների կողմից հարցեր են առաջանում Թրամփի նկատմամբ, այն թե ինչպիսի արտաքին քաղաքականություն է նա վարում, բայց Թրամփը փորձում է դա փոխհատուցել այլ հատվածներում գործողություններով, հիմնականում տնտեսական գործողություններով կապված Միացյալ Նահանգների ներսում տնտեսական գործընթացների իրականացմամբ, տեսեք, մի կողմից Միացյալ Նահանգների ներսում որոշակի թանկացումներ կան, որի մասին արդեն բոլորն են խոսում, կապված մաքսատուրքերի ավելացման հետ, մյուս կողմից Թրամփը եւ Թրամփի իշխանությունը խոսում են այն մասին, որ ինչ որ մի ժամանակ մենք մի փոքր բարդ կապրենք, բայց քանի որ մեր շուկան շատ գնողունակ է, մենք կարող ենք մեր ներսում ինքնաբավ դառնալ, ինչը մեզ ավելի մեծ հեռանկարում, ավելի երկարաժամկետ հեռանկարում կբերի ընդհակառակը, շատ ավելի ցածր գների եւ սոցիալական շատ ավելի մեծ հնարավորությունների, մեր կախվածությունը աշխարհից ավելի քիչ կլինի, բայց ես կարծում եմ սա մի փոքր ավելի մանիպուլյատիվ, այդպես պոպուլիստական մոտեցում է եւ դժվար թե այդքան ժամանակ այս իշխանությունը ունենա Թրամփի իշխանությունը։ Ամփոփենք, պարոն Ղևոնդյան, Եվրամիությունը հստակ ցույց է տվել անդամակցելու տեխնացություն ունեցող պետությունների ներկայացուցիչներին, որ չպետք է մասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում այդ սպասվող շքերթին, հասկանալի է, որ մենք դեռ այդ տեխնացուի կարգավիճակը չունենք, բայց մենք ձգտում ենք դեպի Եվրամիություն։ Հիմա Նիկոլ Փաշինյանի գնալը ինչպես կընկալվի Եվրամիության կողմից։ Երկար շատ մեծ ծավալ ունեցող հարց եք տալիս, որը կարելի է առանձին հաղորդման ընթացքում դա քննարկել, եթե կարճ ապա ես կողմ կլինեի, որպեսզի Հայաստանը չմասնակցեր, Հայաստանի վարչապետը չմեկներ, բայց եթե մեկնելու է, լավ կլինի, որպեսզի Հայաստանի ինքնիշխանության վերականգնման էլի ինչ-որ մի ատրիբուտ ստանանք, ինչպես օրինակ նախորդ անգամ հիշում եք մեկնելուց հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Իրան, Հայաստան եւ Թուրքիա-Հայաստան սահմաններին հայ սահմանապահները ռուս սահմանապահների հետ 50-50 հարաբերակցությամբ են ծառայություն իրականացնելու, բացի այդ Մեղրիի անցակետից ռուսները դուրս եկան եւ հայ սահմանապահներն են այնտեղ կանգնած։ Հուսանք այս անգամ էլ նման ինչ-որ համաձայնություն ձեռք կբերվի եւ Հայաստանի ինքնիշխանությունը որոշակիորեն ավելի կամրապնդվի Փաշինյանի այցով, բայց նորից նշեմ, առաջին եւ հիմնական ցանկությունս այն կլիներ, որպեսզի Փաշինյանը չմեկներ Մոսկվա, մյուս կողմից որպեսզի այդպես խնդիրները չշրջանցենք, ես նշեմ, որ այո, դուք իսկապես ճիշտ եք, Հայաստանը Եվրամիության անդամակցության տեխնացու չէ, Գալասի հայտարարությունը առաջին հերթին վերաբերվում էր 2030 թվականին նախատեսված պետություններին, այնտեղ Ուկրաինան է, Վրաստանն է, Բոսնիան է, այլ մի քանի պետություններ կան, եւ նրանց ղեկավարները կարծես թե ոչ ոք չի պատրաստվում մեկնել Մոսկվա։